Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելիներս այսօր պատրաստել եմ հայկական գաթա։ Նախ եւ առաջ վերցրել եմ 550 գրամ բարձր որակի ալյուր եւ 250 գրամ կարագ։ Երկու բաղադրիչները միմյանց հետ խառնել եմ այնքան ժամանակ, մինչեւ որ ստանամ խորիզանման զանգված։ Խորիզանման զանգված ստանալուց հետո մեջտեղում փոս եմ արել եւ ավելացրել մյուս բաղադրիչները։ Ավելացրել եմ 250 գրամ թթվասեր, 1 ձու, 2 գրամ վանիլ, նույնքան աղ և 1 թեյ գթալ սոդա։ Այս ամենը միմյանց հետ լավ խառնելուց հետո ստացել եմ փափուկ խմոր։ Հետո գնդի տեսք եմ տվել, տեղափոխել մեկ այլ ամանի մեջ, բերանը ծածկել և թողել հանգստանա 1 ժամ։ Ցանկության դեպքում դուք կարող եք բաժանել 2 հավասարաչափ գնդերի։ Խմորը 1 ժամ հանգստանալուց հետո կրկնակել եմ ուղղանկյունաձև, կողքերից բերել մեջտեղ, ծալել և թողել հանգստանա 30 րոպե։ Երեսուն րոպե խմորը հանգստանալուց հետո կրկին կրկնակել եմ ուղղանկյունաձև և վրան տարածել խորիզ։ Խորիզը տարածելուց հետո ծալել եմ, կրկնակով մի թեթև հավասարացրել և գեղեցիկ կտրատել։ Հարգելիներս, ես գաթաները խոշոր եմ կտրատել, իսկ դուք կարող եք կտրատել այնպես, ինչպես որ ձեզ հարմար է։ Կտրատելը վերջացնելուց հետո տեղափոխել եմ ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ և խմորների երեսին տարածել ձվի դեղնուց։ Հետո տեղափոխել եմ նախապես տաքացրած ջեռոցում, թխել 180 աստիճանի տակ մոտավորապես 20 րոպեվա ընթացքում։